Այք, այստեղ են ներքին գործերի երկու փոխնախարար։ Երկուսին է շատ հարգում ենք ու իրականում շատ կոնստրուկտիվ աշխատանք է լինում, հատկապես աշխատանքային քննարկումների համար։ Ու սիրուն նախագծեր են բերում բան, կյանքը մեր երջանկանում է բանան, բայց որ մեկ էլ գետնի վրա նայում եմ ինչա կատարվում, սիրտս կանգնում է, որտեղ իրենք պրոֆեսիոնալ են, իրենք երիտասարդ են, բայց իրենց դեմքի ետևում այն ինչ որ կատարվում է ահավոր է։ Տեսեք, այն օրը Էջմիածնի դեպքերի հետ կապված հարուցվեց քրեական գործ։ Արդարադատությանը խոչընդոտ է։ Մինչև հասա Էջմիածնից Երևան, մեկ էլ լուրն եկա, որ թփ տանում են։ Քաղաքացիների տանում են Խաղմաս։ Լավ ասենք, վարչական կարգով 3 ժամը հասնում եմ Խաղմաս, մի քիչ պատմում ինչ վարչական կարգով։ Այն Էջմիածնի հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր մոտավորապես 60 մարդ։ 60 մարդ։ Ամբողջ ոստիկանական համակարգին այդ օրը ներողություն բառից համար փչացնում էին, որտեղ մարդը հասկանում է, ոստիկանը հասկանում է, որ ախպեր Մամիկոնյաց փողոցի շենքի բնակչին, ուղղակի որ Մամիկոնյաց փողոցի մայթին է կանգնած, տանում եմ Խաղմաս, ձերբակալում եմ 6 ժամով, ինքն էլ է իր աշխատանքից զզվում եւ իրականում զզվում էին։ Այդ 60 հոգուց հետո գիշերը տարան քնչականից թփ բոլորին հանեցին։ Որևէ մեկը չկար, որ այդ քրեական գործի շրջանակներում որևէ մասնաչափ անգամ մասնակցություն ունենա։ 99% անգամ այդ օրը Էջմիածնում չեն եղել։ 99% հա Տիկին Պողոսյան, լուրջ եմ ասում։ Բարմայք փոխնախարարներ, նորից եմ ասում, հարգելով ձեզ, ընդ որում ասեմ, Խաղմասներինը ստիպել են պատգամավոր չթողնել, մինչև Տիկին Սարգսյանին, նախարարին չեն կանզանգել, նոր մի զանգով բոլոր Խաղմասներում նոր պատգամավորներին թողեցին։ Ախր լավ նոր ձևավորված համայնքային ոստիկանությունը թողեք մի քիչ իրանք հարգելով իրոք արժանապատիվ աշխատանք անեն։ Չի կարաչացել, որտեղ երկու փոխնախարարն այստեղ էր արձագանքի բան չունեմ ակնկալի։